Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահականուշի խոհանոցում եք։ Չեմ դադարում կրկնել, անչափ շնորհակալ եմ ձեր այցելության համար։ Շնորհակալ եմ ձեր բարի խոսքերի և մեկնաբանությունների համար։ Իսկ այժմ, ինչպես տեսաք, մենք թխելու ենք տորտ։ Տորտը շոկոլադային է, այսինքն կակաոյով, որի համար հարկավոր են այս մթերքները՝ 3 ձու և տեսնում եք 3 բաժակ վերցրել եմ թթվասեր, նույնչափ բաժակներով, շաքարավազ և ալյուր, 100 գրամ կարագ, 2 ճաշի գդալ կակաո և սոդա իհարկե աղի հետ միասին։ Այժմ 3 ձուն հարում եմ 1 բաժակ շաքարավազով, ասեմ, որ 1 բաժակ շաքարավազը կշռեց 180 գրամ, այնպես որ կարող եք չափը նույնիսկ կշեռքով ստուգել, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի։ Այս անգամ իմ բաժակի չափը 225 գրամանոց բաժակն է, սիրելիներս, որովհետև ես արդեն 200 միլիլիտր չափով բաժակ չունեմ։ Մինչև ձեռք բերելը ստիպված կլինեմ այս բաժակով չափել։ Կես թեյի գդալ սոդան լցնում եմ 200 գրամ թթվասերի մեջ, իհարկե տեսնում եք արդեն փրփրեց և ավելացնում եմ ձվի զանգվածին, որից հետո արդեն պիտի ավելացնեմ կարագը։ Կարագը թուլացրել եմ, տեսնում եք լրիվ հալված չի, դեռ մեջը կտորներ կան, բայց այսպես ավելի հեշտ է լինում։ Կարագն էլ հարելուց հետո արդեն մեզ մնում է ավելացնել ալյուրը։ Ալյուրի մի մասը լցնում եմ մաղի մեջ, ասեմ, որ 1 անգամ արդեն մաղել եմ, սա երկրորդ անգամն է։ Ավելացնում եմ աղը, մի փոքր խառնում եմ, որ հավասարաչափ տարածվի և 2 ճաշի գդալ կակաոն, ասեմ լիքը չենք վերցնում կակաոն, որովհետև հնարավոր է դառը ստացվի։ Չնայած շատ որակով կակաոները այդքան դառը չեն լինում։ Վերջ, արդեն հարում ենք ոչ թե հարիչով, այլ թիակով խառնելով թեթև պտտաձև շարժումներով։ Տեսեք, ստացվեց այսպիսի մի գեղեցիկ խմոր, որը մենք պիտի թխենք 36 և 30 չափեր ունեցող թավայի մեջ։ Թխելու ենք 180 աստիճանում 25 րոպե։ Սա կախված է մի քիչ էլ ձեր ջեռոցի չափից, դուք ինքներդ կարող եք որոշել։ Սովորական բիսկվիտ է, ասեմ, որ շատ համեղ է, իմ համար այս խմորը ծառայում է որպես բազային խմոր, տարբեր կրեմներով կարող ենք պատրաստել։ Եվ այժմ հասավ ամենահետաքրքիր պահը, մենք պիտի պատրաստենք կրեմը։ Կրեմի համար ես վերցրել եմ այն բոլոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են եփովի կրեմը պատրաստելու համար, միայն մի տարբերությամբ։ Հիմա ընթացքում կասեմ։ 2 ձուն խառնում եմ 2 ճաշի գդալ շաքարավազով։ Շաքարավազը շատ քիչ եմ վերցրել, որովհետև մենք հետո կրեմին պիտի ավելացնենք խտացրած կաթ, որպեսզի շատ քաղցր չլինի, խմորն էլ է քաղցր, պարզ է, արդեն մենք մի քիչ կրեմի շաքարը քչացնում ենք, որպեսզի ավելի հաճելի լինի։ Եվ այսպես ավելացրեցի 2 ճաշի գդալ ալյուր և ավելացնում եմ 500 միլիլիտր կաթ, կես լիտր կաթ։ Այսքանը հիմա դնելու եմ կրակին, այսպիսի տեսք կունենա մեր կրեմի խյուսը, մինչև կարագի ավելացնելը և ավելացնում եմ 100 գրամ կարագ։ Արդեն կարելի է անջատել, որպեսզի կարագը հալվի հանգիստ վիճակում, առանց եռալու։ Կրեմը արդեն պատրաստ է և այժմ տեսեք, շատ լավ խառնվեց կարագը և այժմ դատարկում եմ մեկ այլ ափսեի մեջ, ծածկում եմ թաղանթով, կպցնում եմ կրեմին թաղանթը, որպեսզի չկեղևակալի, ընդամենը սրա համար ենք մենք այս թաղանթը կպցնում կրեմի մակերեսին։ Ահա, թխվեց բիսկվիտը, տեսեք ինչքան հաջող բիսկվիտ է,
3 ձվի համար ասեմ, որ բավականին բարձր շերտ է ստացվում, խմորեղենը ինքնին շատ բարձր է լինելու, մենք թխելու ենք 2 շերտ, ես ցույց տվեցի 1 շերտի համար պահանջվող բաղադրիչները, հարկավոր է 2 անգամ նույն բաղադրիչներից, ես ընթացքում նկարագրությունների բաժնում անպայման կգրեմ ամբողջական պատկերը։ Կողքերից մի փոքր կտրում եմ, տեսեք ինչքան լավ փափուկ ենթարկվող խմորեղեն է, թղթից էլ շատ լավ անջատվեց, թողնում ենք հովանա, մինչև մյուս շերտը կթխվի։ Մինչև մյուս շերտը կթխվի, մենք արդեն սկսենք կրեմը վերջնական տեսքի բերել։ Հարիչով լավ հարում եմ այս եփած կրեմը, որից հետո ավելացնում եմ 360 գրամ խտացրած կաթը։ Ինչպես տեսնում եք, խտացրած կաթը եփած խտացրած կաթն է, հենց սա էլ մեր կրեմին հաղորդելու է իրիսկայի համը, որը շատ համեղ է ստացվելու։ Ահա և մեր կրեմը պատրաստ է, դնում ենք մի կողմ և սպասում ենք երկրորդ շերտի թխվելուն։ Ահա արդեն պատրաստ են շերտերը, այժմ կրեմը գեղեցիկ ձևով, բավականին հաստ շերտով պիտի տարածենք այս շերտի վրա։ Ասեմ, որ այս ամբողջ կրեմը լիովին բավարարում է այս տորթի համար, որի մեծությունը արդեն դուք տեսաք, և մի մասը քսելու ենք առաջին շերտի վրա, մյուս մասով ծածկելու ենք երկրորդ շերտը։ Տեսեք ինչքան լավ է թուղթը առանձնանում, շատ հաջող խմոր է, ասեմ ձեզ, խմորեղենն էլ շատ համեղ է, մանավանդ երբ որ թողնում եք մի քիչ մնա հանգստանա, կարելի է նաև սառնարան դնել, որպեսզի կրեմը ևս պնդվի, ամրանա, որ ավելի հաճելի լինի, պաղպաղակի համ ունեցող կրեմ է ստացվել։ Այժմ կողքի կտրված շերտիկները փոքրիկ մանրացրեցի, հենց այսպես ձեռքով, որպեսզի մի քիչ անհամաչափ կտորներ ստացվեն, և ամբողջ տորթը պատում եմ այս փշուրներով։ Կարելի է այս տորթը կլոր թխել, կարելի է ուղղանկյունաձև, քառակուսի, ինչպես ձեզ հարմար է։ Ես սա թխել եմ ընտանիքիս համար, դրա համար ավելորդ ձևավորումներ չեմ անում, իսկ եթե առիթի դեպքում եք ուզում թխել, արդեն ընտրությունը ձերն է։ Եվ հենց այսպես գեղեցիկ կտորների եմ վերածելու տորթը և արդեն պատրաստ է սուրճի հետ վայելելու։ Շատ գեղեցիկ, շատ համեղ տորթ է, շատ լավ համահնչյուն են կրեմը և խմորը իրար հետ, այնպես որ խորհուրդ կտամ թխեք, դուք էլ փորձեք, կարծում եմ կհավանեք։ Եվ այսպես սիրելիներս, ես թխեցի մի տորթ շոկոլադային, որը իրիսկա կրեմով էր, ասեմ, որ իսկապես անունը համապատասխանում էր կրեմին, և արդեն վայելում ենք։ Դե ինչ սիրելիներս, կրկին ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն իմ ալիքին հետևելու, իմ աշխատանքները դիտելու համար, և ասում եմ ցտեսություն, մինչ նոր հանդիպում։